Առաջապետ ուզում եմ հարգանքով ողջունել ձեզ, բարով եք եկած Ստամբուլ։ Ես ուզում էի մի համեմատության մեջ ձեր տեսակետը խնդրել։ Դուք արդեն ակնարկեցիք, որ շփումները ի վերջո մինչև այսօր էլ որոշ ձևով եղած են։ Եթե մենք հիշենք 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը, այդ գործընթացը ուրեմն գնացել էր ռուս-վրացական պատերազմի իրադարձություններով պայմանավորված ֆոնի վրա։ Այսօր այս պատմական ձեր ուղևորությունը գայանում է այնպիսի իրավիճակում, երբ արդեն Հայաստանի Հանրապետության հարավային հարևան Իրանը եւ Իսրայելը գործնականորեն պատերազմական իրավիճակի մեջ են։ Ինչպես կհամեմատեիք երախտաբարդ եմ։ Շնորհակալ եմ տարածաշրջանային համատեքստով հենց այդպիսի ուղիղ զուգահեռ իհարկե չկա եւ չէր կարող լինել, որովհետեւ ես process-ը նկարագրեցի եւ գործընթացը, որը բերեց այս այցին, իհարկե սկսվել է 2022 թվականին Պրահայի հանդիպումից։ Իսկ տարածաշրջանային, դե գիտեք ինչ, ընդհանրապես ցավոք մեր տարածաշրջանը շարունակում է մնալ բավականին լարված միտեղ եւ նմանօրինակ այցերի եւ շփումների հիմնական նպատակներից մեկը հենց այն է քննարկել ինչ կարող ենք անել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի կայուն, ավելի խաղաղ, ավելի անվտանգ եւ այդպես շարունակ։ Եվ իհարկե դա այս համատեքստում շփումների կարևորագույն օրակարգն է եւ իմիջիայլոց գիտեք միշտ չի որ հենց վերնագիրը այդպես էլ դրվում է, բայց այս շփումները այն որ մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հնարավոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման, քաղաքական երկխոսության, այդ ամեն ինչը ի վերջո գործոններ են, որոնք բերում են անվտանգության, եւ նաեւ կուզեի հետեւյալը ընդգծել, որ տեսեք ինչ հետաքրքիր գործոն կա, որը նույնպես ֆոն է ապահովում մեր երկխոսության համար տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումները բավականին մոտ են եւ հաճախ չի որ այդպես պատահել է, բայց հիմա նաեւ այդ կարծում եմ նկատելի է որ մենք մի շարք հարցերում ունենք բավականին նման ընկալումներ, խոսքը միջազգային օրակարգի հարցերի մասին է եւ սա էլ մի գործոն է, որը որոշակի ազդեցություն ունենում է հարաբերությունների մթնոլորտի եւ տրամադրության վրա, բայց մեծ հաշվով կապ չեմ տեսնում, բայց մյուս կողմից կուզեի ընդգծել, տեսեք, տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները իհարկե շատ անհանգստացնող են եւ համոզված եմ եւ Թուրքիայի նախագահի աշխատանքային օրակարգի շատ էական տեղ են զբաղեցնում եւ ակնհայտորեն իմ եւ գործընկերների աշխատանքային օրակարգում բավական մեծ տեղ են զբաղեցնում եւ նաեւ այս միջավայրում այցի կայացումը ընդգծում է կարեւորությունը, որտեղ կարող է նաեւ այդպես լինել, որ լավ տեսնենք տարածաշրջանում process-ները հիմի շատ դինամիկ են, մի քիչ ավելի հանդարտ միջավայրում հանդիպենք, բայց դա տեղի ընդհակառակը տեղի ունեցավ, որ այցը հենց այդ պայմաններում տեղի է ունենում, ինչը նշանակում է, որ թե Թուրքիան, թե Հայաստանը կարևորում են եւ իհարկե համոզված եմ, որ այսօրվա քննարկումներում անդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային հարցերին։